Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ոչ միայն այսօր այս դահլիճում, այլև այս օրենքի քննարկման նախորդի փուլերում շատ հաճախ է հնչում այն հարցը, թե որ կառույցներն են ողջունել այս օրենքի ընդունումը կամ քննարկումը, ավելի ճիշտ կլինի ասել։ Ես հարկ եմ համարում առնվազն իմ կարծիքը արտահայտել այս հարցի առնչությամբ։ Իսկ մենք արդյոք ցանկանում ենք, որպեսզի դեռևս Հայաստանի Հանրապետության խորհրդարանում քննարկվող օրինագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ երկիր կամ կառույց կարծիք արտահայտի։ Ես կարծում եմ, որ ոչ։ Կան այդպիսի դերակատարներ, որոնք հաճախ իրենց իրավունք են վերապահում Հայաստանի ժողովրդի պատմական շահերի մասին խոսել, թե Հայաստանի ժողովուրդը ինչպիսի ընտրություն պետք է կատարի կամ չկատարի։ Ես այդ ամենը չեմ ողջունում։ Եվ նույն կերպ էլ այս օրենքի քննարկման ընթացքում որևէ շատ չափից դուրս մեծ ողջունման ժեստ ես կհամարեի միջամտություն Հայաստանի ներքաղաքական հարցերին։ Ձեզ էլ առաջարկում եմ չփորձել Հայաստանը դնել ձեզ ծանոթ սցենարի մեջ եւ այդ հարցի առաջադրմամբ փորձել առաջացնել այնպիսի տպավորություն, թե մենք որևէ կերպ ցանկանում ենք, որ որևէ երկիր միջամտի մեր ներքաղաքական հարցերին։ Սա քաղաքացիական նախաձեռնություն է իհարկե, եւ պետք է նաև նկատել, որ արտախորհրդարանական քաղաքական ուժեր կան, որոնք աջակցել են այդ քաղաքացիական նախաձեռնությանը, եւ մինչեւ այդ օրենքի այս դահլիճում քվեարկվելը եւ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի դիրքորոշում դառնալը որևէ արտաքին ուժի կողմից միջամտությունը այդ գործընթացին ողջունելի չի։ Կառավարությունը երբ կշփվի արտաքին դերակատարների հետ, այդ պարագայում էլ այդ արձագանքները կլինեն մեր կողմից ողջունելի եւ ընդունելի։ Շնորհակալ եմ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր քվեաթերթիկ համար 1